Առաջինի եթերում մանրամասներն են, բարև ձեզ, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Խորհրդարանում, պարոն Մելիքյան, հերթական բանավեճներն են, հերթական խոսքը, հուսանք, որ կռիվ չի լինելու այս անգամ հին խորհրդարանում որոշտ է։ Եվ քննարկվում է կացության իրավունքը, կացության իրավունքի ցենզը, ցանկանում են մեր պատգամավորները ցենզ մտցնել կապված վերջին ընտրական տուրիստների հոսքի հետ, այսպիսի բառակապակցություններ մենք ունեցանք, եւ որքանով ես հասկանում եմ, առաջարկումը երկքաղաքացիներին եւ քաղաքացիություն ունեցող Հայաստանի Հանրապետության փոփոխություն, օրենքներում մտցնել փոփոխություն, որտեղ լինելու է կացության ցենզ վերջին տարում ընտրություններին առնվազն 6 ամիս մարդը պետք է ապրի Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի իրավունք ունենա ընտրել։ Ըստ ձեզ այսպիսի սահմանափակումը անհրաժեշտ է այսօր մեզ եւ արդար է։ Ես չեմ կարծում, որ այդպիսի սահմանափակումը կլինի իրավաչափ։ Եթե մարդը Հայաստանի քաղաքացի է, իր ընտրելու իրավունքը անկախտելի է եւ առաջնային։ Այլ խնդիր է, որ արդեն իսկ գոյություն ունեցող օրենսդրությունը այդ իրավունքը սահմանափակել է եւ Հայաստանի սահմաններից դուրս Հայաստանի քաղաքացիները քվեարկելու հնարավորություն չունեն որոշ բացառություններով, ասենք դիվանագիտական ներկայացությունների երկքաղաքացիություն ունեցողները։ Ընդհանրապես Հայաստանի քաղաքացիները, որտեղ մենք դրսում հազարավոր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ ունենք բնակվող, որոնք մեր դեսպանությունների տարածքում ընտրելու հնարավորությունից զրկված են, որտեղ այնտեղ չեն ձևավորվում ընտրական տեղամասեր բոլորի համար։ Կա էլեկտրոնային քվեարկություն, որին մասնակցում են դիվանագետները, միգուցե մի քանի այլ կատեգորիայի գործուղված մարդիկ։ Բայց քաղաքացին արդեն իսկ արտասահմանում գտնվելով զրկված է իր քաղաքացիության պետության ղեկավար մարմիններն ընտրել եւ դրան հակառակ կան պետություններ, որոնք պարտադրում են, որ իրենց քաղաքացին անպայման պետք է մասնակցի ընտրությունների եւ եթե չմասնակցի, օրինախախտ է համարվում։ Այսինքն սա իրականում փաստացի Հայաստանում գործող իշխանության խնդիրն է, որը բացի ամեն ինչից տասնամյակներ ինչ Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիների համակրանքը վայելող իշխանություն չկա ձևավորված։ Եվ այդ առումով ես հասկանում եմ, որ այդ գործոնը նաև կիրառել է օտար միջամտության համար Հայաստանի ընտրություններին, որտեղ կլինեն պետություններ, որոնց տարածքում կան բազմաթիվ Հայաստանի քաղաքացիներ, եւ այդ քաղաքացիների վրա ներազդելով կփորձեն նաև ինչ որտեղ կառավարելի դարձնել Հայաստանի կյանքը։ Բայց դա իշխանության խնդիրն է։ Դե ինչպես լուծել այդ խնդիրը։ Այդ խնդիրը պետք է լուծել որակյալ կառավարում ապահովելու միջոցով առաջին հերթին։ Ու արդյոք ճիշտ օրենսդրությունը դա որակյալ կառավարման էլեմենտներից մեկը չէ։ Եթե ճիշտ օրենսդրությունը միտված է քաղաքացու կյանքը թեթևացնելուն, ճիշտ ասելով մենք պետք է հասկանանք ինչի մասն է խոսքը։ Հավելել հարց եւ շարունակենք։ Որքանով է արդար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում, որ մեկը գալիս է Ռուսաստանից, Կանադայից կամ Ավստրալիայից, քվեարկում է, որոշում մեր ապագան, այստեղ ապրողների ապագան եւ գնում է։ Դա արդար է թե ոչ։ Արդար է, որտեղ արդար է, որովհետեւ այդ մարդիկ այստեղ իրենց փոխանցումներով դրամական ապահովում են իրենց ընտանիքների կյանքը եւ հարազատների կյանքը Հայաստանի տարածքում։ Ուրեմն անմիջականորեն ինչպես։ Իսկ եթե չեն ապահովում։ Ինչպես պետք է տարբերակեք, որ պահին են ապահովում, որ պահին չեն ապահովում։ Հենց մենք գումար ենք ուղարկում։ Եթե մենք գումար ենք ուղարկում, մենք պետք է որոշենք, թե դուք ոնց պետք է ապրեք։ Իրենք իրենց մասով պետք է որոշեն, իրենք ինչպիսի կյանք են ուզում իրենց եւ իրենց հարազատների համար այստեղ Հայաստանում։ Ի վերջո, ես կարծում եմ, որ այդ մարդկանց մեծ մասը Հայաստանից հեռացել է պարզապես իրենց
գոյությունը պահպանելու համար Պարմելքյան, ժամանակին։ ինձ որևէ մեկը Ռուսաստանից, Ամերիկայից կամ Կանադայից գումարներ չի ուղարկում։ Ինչի պետք է այդ մարդը որոշի իմ եւ իմ երեխայի ապագան։ Քաղաքացի է։ Երբ քաղաքացի է, որը 10 տարի մեկ է գալիս Հայաստան անձնագիրը թարմացնելու նպատակով։ Իրավունք ունի։ Իրավունք։ Այո, իրավունք ունի։ Սահմանափակել ձեր կարծիքով։ Ես վստահ եմ, որ հարկավոր են այլ միջոցներ։ Օրինակ։ Ասացի, անհրաժեշտ է որակյալ կառավարում։ Այս միջոցով արտաքին ազդեցություններից սահմանազատվելու դեռ սեփական քաղաքացու մասին է խոսքը։ Օտար պետությունների ազդեցությունից սահմանազատվելու համար անհրաժեշտ է, որ հատուկ ծառայությունները այդ գործով հավուր պատշաճի զբաղվեն եւ որակյալ տեղեկատվություն եւ հակազդեցություն ապահովեն, որպեսզի Հայաստանի քաղաքացին օտար պետությունում գտնվելով անգամ չփորձի աշխատել Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, բայց Հայաստանի իշխանությունը ձևավորելու իրավունքը ունեն բոլոր քաղաքացիները եւ այստեղ ընտրողական այս վերաբերմունքը իմ կարծում եմ տեղին չէ։ Հասկանալի է։ Այսօր վարչապետ Փաշինյանն է ելույթ ունեցել ազգային ժողովում եւ նշելով, որ 21-26 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն են ունեցել, նաեւ նշել է, որ մենք բախվել ենք բոլորովին նոր մարտահրավերների եւ այսօր կարիք ունենք ստեղծել երաշխիքներ, որ տրամաբանությամբ, որ ընտրակաշարք բաժանող եւ այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս Հայաստանում քաղաքական ազդեցություն ունենալու։ Եվ նաեւ նշել է հետեւյալը, որ այլևս չի ցանկանում թաքցնել քրեա օլիգարխիկ համակարգի արմատախիլ անելու process-ները ուղեկցվել են արտաքին ազդեցություններով, որոնք Հայաստանի անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ։ Եղել են իրավիճակներ, երբ մենք հասել ենք մի գծի, երբ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհուպ գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության համար։ Պարոն Մելիքյան, ի՞նչն է խանգարել վարչապետին այդ բոլոր գործողությունների շղթան, կոմպլեքսը կիրառել մինչև այս ընտրությունները։ Ինչի ընտրություններից հետո այդ մասին սկսեցին խոսել, չէ՞ որ նույն արևմտամետ այսպես կոչված ընդդիմությունները այդ մասին խոսում, քաղաքասարակությունն էր խոսում, որ այդ նույնը ինչ որ պիտի ըստ Նիկոլ Փաշինյանի արվի հիմա պետք է արվեր մինչև ընտրությունները։ Ինչու հենց այսօր հիշեց այդ մասին ձեր կարծիքով։ Իհարկե պետք է հիշվեր շատ ավելի շուտ։ Ես օրինակ կարծում եմ, որ 18 թվականին պետք է այդ մասին հիշել։ Այն ժամանակվանից առնվազն, եթե այդ լոզունգներով էր Փաշինյանը եկել իշխանության, իսկ նա նաև այս կարգի արդարություն հաստատելու եւ գողացվածը նաև վերադարձնելու եւ բազմաթիվ այլ նմանատիպ խոստումներով էր եկել իշխանության, երևի թե մարտավարական տեսանկյունից դա հարմար էր օրինականության դաշտից դուրս եկող կամ նման հակում ունեցող քաղաքական մրցակիցներին հենց այդ տրամաբանության շրջանակներում ինչ որ մի պահի նրանց գործունեությունը արգելափակեր եւ մեղադրանքները կլինեին օրինական։ Այստեղ ուղղակի ժամանակային առումով մի փոքր ուշացրել է Չակերտավոր։ 8 տարի։ 8 տարի հազարամյա մեր պատմության մեջ վարկյան անգամ չի։ Իսկ ձեր կարծիքով ուշ չէ այդ գործողությունների դիմելը։ Հիմա այդ գործողությունների դիմելը ուշ չէ, նայած ով է դրանով զբաղվում եւ որքանով է ինքը վստահ, որ համանման մեղադրանքների թիրախ չի դառնա, բայց կոնկրետ Փաշինյանի պարագայում մենք տեսնում ենք, որ Փաշինյանը հստակ արտաքին աջակցություն ունի եւ ունի Հայաստանի ուժայինների աջակցությունը եւս։ Այս երկու գործոնը բավարար է, որպեսզի Փաշինյանը ըստ էության Հայաստանում անի այն, ինչ ուզում է առնվազն առաջիկա ամիսների ընթացքում։ Եթե օրինակ արտաքին ուժերից որևէ մեկը, տվյալ դեպքում Ռուսաստանը, ճանաչի ընտրությունների արդյունքները։ Այսինքն, եթե Ռուսաստանը ճանաչեց այդ արդյունքը, ռուսամետ, այսպես ասած, ընդդիմության դիմադրությունը դրանով կավարտվի։ Ես այդպես եմ կարծում։
Իսկ ինչով է այդքան կարևոր Ռուսաստանը կճանաչի։ Ենթադրենք չի ճանաչում։ Ռուսաստանը կարևոր է ճանաչելու պարագայում այնքանով, որ եթե ճանաչում է ռուսամետ եւ Ռուսաստանի դաշնակից համարվող անդիմությունը քաղաքական, այլևս կդադարեցնի դիմադրությունը։ Այդ առումով Ռուսաստանի ճանաչումը կոնկրետ Փաշինյանի համար շատ կարևոր է, որտեվ դա ավելորդ գլխացավանքից նրան կազատի։ Մեկ, երկրորդը, եթե ռեպրեսիաների խնդիր առաջանա, ապա Ռուսաստանի ճանաչման դեպքում այդ ռեպրեսիաները կարծում եմ ավելի հեշտությամբ կիրականացվեն, դե ես չեմ բացառում, որ Ռուսաստանի ճանաչումը կարող փոխկապակցված լինել նաև ռեպրեսիաների չգնալու Նիկոլին Արվելիք առաջարկով։ Ես ուզում եմ հասկանալ ամենավատագույն սցենարով։ Ենթադրենք չի ճանաչում։ Ինչ պիտի անի ընդդիմությունը։ Ենթադրենք, եթե չի ճանաչում, դա իր հետ կարող է բերել շատ որոշակի ներքին խժդժությունների հորդոր եւ դրանց աջակցություն, ու ոչ միայն քաղաքական։ Այսինքն, եթե Ռուսաստանը չի ճանաչում, հարցը բաց է մնում ոչ միայն Ռուսաստանի համար, այլև ընդդիմադիր դաշտի համար, որը իրեն դիրքավորում է որպես ռուսամետ ընդդիմություն։ Լավ, ձեր կարծիքով Պուտինը կճանաչի, թե չի ճանաչի։ Ես հակված եմ կարծելու, որ գուցե անգամ վերապահումներով, բայց իր համար Նիկոլ Փաշինյանի վերանշանակումը ընդունելի է։ Եվ մեծ հաշվով իմ տպավորությունն է, որ Ռուսաստանը իր հակահայաստանյան հռետորաբանությամբ մեծապես աջակցեց հենց Նիկոլին։ Այս դեպքում հարց է առաջանում, ինչի է ձգձգում, ինչի չի ճանաչում։ Այստեղ արդեն առևտրի նստելու խնդիր կա։ Ես կարծում եմ, որ որքան ուշ ճանաչի, որքան ավելի մթնոլորտը ուշ հանդարտվի, այնքան Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող առաջարկ հորդորները ավելի հեշտությամբ կընդունվեն Հայաստանի կողմից։ Կարող ենք այսօր խոսել, վարկածնել, առաջադրել, թե առաջ քաշել, թե ինչ հորդորներ են եւ ինչ առաջարկներ են արվում Մոսկվայից Հայաստանում։ Դա իհարկե եւ ռազմակայանի խնդիրն է, եւ ատոմակայանի նոր խնդիրն է, եւ ՀԱՏՄ հարաբերությունների Հայաստանի ունեցած եւ ունենալիք հարաբերությունների խնդիրն է, ընդդիմության նկատմամբ մեղմ ռեպրեսիաների կամ ռեպրեսիաների բացակայության խնդիրն է, որտեղ իր կողմնակիցներին ամեն դեպքում Ռուսաստանը այստեղ պետք է փորձի գոնե մի փոքր պաշտպանել։ Մյուս կողմից Փաշինյանը մեկնելով Մոսկվա, Պուտինի հետ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծեց, որ Հայաստանում Ղարաբաղյան շարժումը այլևս փակված է։ Եվ դա այն հարցն է, որը նաև անձնապես Պուտինի համար կարևոր խնդիր է։ Այսինքն բաներ կան, որ եւ շահագրգռված չէ, որ Ղարաբաղի հարցը փակված լինի։ Ոչ, Պուտինը շահագրգռված է, որ Ղարաբաղի հարցը Հայաստանի կողմից փակված լինի։ Ինչու՞։ Նախ եւ առաջ դրանով Ղարաբաղի հարցի փակումը դրվելու է Հայաստանի ուսերին, թեև Ռուսաստանը դրան անմասն չի եղել բոլորովին եւ միգուցե կամ գուցե հաստատ առաջին դեր է կատարել։ Դե ես ընդհանրապես աշխատում եմ կոշտուկոպիտ բաներ չասել որևէ մեկին։ Բայց իրողությունները նկարագրել են նաեւ հանդարտ տերմինների միջոցով։ Այսինքն սրանով Ռուսաստանի վրայից Արցախի հայաթափման համար մեղքը հանվում է եւ Նիկոլ Փաշինյանը դա արեց Մոսկվայում եւ պատահական չի, որ հենց այդ հատվածը տրվեց ռուսական բոլոր տեղեկատվական ալիքներով։ Պարոն Մելիքյան, նախընտրական այս կամպանիայի ժամանակ վարչապետ Փաշինյանը հերթական անգամ խոստացավ ընտրողներին, սեփական ընտրազանգվածին առաջին հերթին, որ նախկինները Քոչարյանը օրինակ նստելու են։ Հիմա Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Նարեկ Կարապետյանին արգելվել է երկիրը լքել եւ նրանք չեն կարողացել երկիրը լքել։ Ես շատ եմ շփվում մարդկանց հետ եւ առաջին հարցը, որը ինձ տալիս են, հետեւյալն է այս պահին։ Կարող եք զարմանալ, բայց այնուամենայնիվ
Քոչարյանը նստելու է, թե ոչ, եւ ոչ միայն Քոչարյանը։ Գողոնը վերադարձվելու է, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանի ընտրող մարդիկ, ինչպես են ասում, իր ընտրազանգվածը, քաղաքացիական պայմանագրի ընտրազանգվածին դա շատ է հուզում։ Ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը կգնա այդ քայլի, թե ոչ։ Քաղաքական կոնյունկտուրան, այսպես ասեմ, ինչ է։ Ուրեմն տեսեք, գողոն կոչվածը մասամբ կվերադարձվի։ Բայց բոլոր դրվագները նախ կարծում եմ բացահայտելի չեն։ Մի մասի համար միգուցե վաղեմության ժամկետը արդեն կգործի, այսինքն ամեն դեպքում այսպես կոչված արդարությունը բոլոր դեպքերում կվերականգնվի մասնակիորեն կամ կգործի մասնակիորեն։ Որքանով դա կբավարարի Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին հարց է, որովհետև այս պահանջներով եւ արդարացի կամ արդարություն ուզելու պահանջով հանդես եկող մարդկանց համար իմ թվարկած իրավական նորմերը էական չեն, իրենց համար կարևոր է որ տեսնեն որ հանցագործը պատժված է, որ այն հանցագործը, որի պատճառով իր կյանքը անցել է չքավորության մեջ, պատժված է, եւ նա պետք է իրենցից ավելի չքավոր եւ խեղճ վիճակում լինի։ Սրա մեջ իհարկե որոշակի վրեժխնդրության հարց կա եւ ասենք խորհրդային փլուզման հետ խորհրդային միության փլուզման օբյեկտիվ հանգամանքների հետ կապված ոչ որևէ վերլուծություն չկա։ Ի վերջո մենք պետք է իմանանք, որ խորհրդային միության բոլոր հատվածներում համանման երևույթները տեղի ունեցել, գոյացել է օլիգարխիա, գոյացել է գող չինովնիկների մի ամբողջ դասակարգ եւ եթե օրինակ Ռուսաստանի համար կոռուպցիան տարածքային ամբողջականությունը պահպանելու գործիք է, որտեղ տարածաշրջանային եւ փոքր ազգերի էլիտաներին ներքաշելով կոռուպցիոն համակարգի մեջ նրանք կենտրոնը նաեւ ծայրամասերի վերնախավերի լոյալությունն է ստանում եւ տարածքային ամբողջականությունը պահպանելու գործիք է դա։ Հայաստանի պարագայում այդպես չէ, բայց Հայաստանը որպես խորհրդային միության նախկին ծայրագավառ, որը շատ սերտ առնչություն ունի Ռուսաստանի հետ տնտեսական ոլորտում, չի կարող զերծ մնալ Ռուսաստանում տեղի ունեցող կոռուպցիոն գործընթացներին մասնակցելուց այս կամ այն կերպ։ Լավ իմաստով անգամ։ Բայց կոռուպցիան մնում է կոռուպցիա, գողությունը մնում է գողություն։ Եվ այս իրավիճակից դուրս գալու համար իսկապես միջոցներ են պետք, ոչ թե հռչակումներ։ Կոռուպցիան եւ գողությունը կանխարգելող առաջին հերթին քայլեր են անհրաժեշտ, որոնք պատժի ենթակա մարդկանց քանակը էապես կնվազեցնեն։ Այսինքն այստեղ մեծ աշխատանք կա անելու եւ պարզապես այս հռչակումները, որ արվել էին դեռևս 8 տարի առաջ, թե ով է նստելու, ով է իր գողացածը վերադարձնելու, դրանք առայժմ շարունակում են մնալ հռչակագրային։ Ինչու՞։ Ինչն է ամենամեծ խնդիրը, որը մարդիկ չեն նստում։ Ամենամեծ խնդիրը այս հարցին համակարգված մոտեցման բացակայություն, ոչ միայն այս հարցին, առհասարակ պետության կառավարման խնդիրը համակարգված որպես միասնական մի երևույթ չի դիտարկվել ու չի դիտարկվում իմ տպավորությամբ։ Ընդ որում ես հիշում եմ, թե ինչպես 1990 թվականին իշխանափոխություն տեղի ունեցավ եւ այն ժամանակ Գերագույն խորհրդում կոմունիստների հետ միասին ՀՀՇ-ն տեղեր գրավեց եւ ստացավ մեծամասնություն եւ իշխանություն ձևավորելու իրավունք, բայց ՀՀՇ-ի կողմից ձևավորված իշխանությունը եւ ինտելեկտուալներ էին շատերը, գիտնականներ էին, ինչ որ ոլորտում ճանապարհ անցած մարդիկ էին, այդ մարդիկ հիմնականում քաղաքականության ու կառավարման հետ որևէ գործ չեն ունեցել մինչ այդ։ Եվ ինչ որ առումով ստացվեց, որ հայոց համազգային շարժումը որպես քաղաքական ուժ մտնելով խորհրդարան ըստ էության իր քաղաքական փորձառությունը սկսեց զրոյից։ Նույնը 18 թվականին եղավ։
Եվ նույն ճանապարհն են անցնում այս մարդիկ, իրենց էլ է թվում, որ իրենք չտեսնված գուցե բացահայտումներ են անում 90-80-ականների նոր սերնդին քաղաքական նույնն էր թվում, որ նրանք մինչ այդ չտեսնված չլսված բաներ են անում։ Թեև կառավարումը նաև շատ տարրական էլեմենտար բաներ ունի իր մեջ, որոնց պետք է տիրապետես։ Բայց ամենակարևորը կառավարումը համակարգային մոտեցում է ենթադրում, ոչ հատվածական, ոչ հռչակագրային, շատ կոնկրետ։ Եվ դա նաև փորձառության արդյունք է։ Բացի լավ օրենքներից, որոնք կարող են շատ լավ լինել, բայց իրականում չկիրառվել երբևէ, չվերահսկվեն, չինովնիկների վերահսկողության հետ կապված խնդիրներ կարող են լինել, խնդիրը ինչ է, որ մարդկանց բռնեցիր տարար մտցրեցիր բանտ, խնդիրն այն է, որ այդ մարդը բանտ մտնելու ճանապարհը չբռնի, ընդ որում նաև կամավոր։ Պարոն Մելիքյան, աշխարհում աշխարհում այդպիսի երկիր չկա, որտեղ կոռուպցիա չկա։ Ես խոսում եմ համակարգային կոռուպցիայի մասին։ Համակարգային կոռուպցիա այսօր Հայաստանում։ Համակարգային կոռուպցիայի մասին այսօր Հայաստանում ես դատողություններ եկեք չանեմ։ Բայց համակարգային կոռուպցիա 18-ը եղել է, դա հաստատ է։ Հիմա կա թե ոչ, դա կարևոր է, չէ։ Ես չեմ կարող դրա մասին հստակ որևէ բան ասել։ Իսկ լավ, մինչև 18-ը կար, չէ՞, թե տեղը չէ։ Ես վստահ եմ, որ կար, որ այդ կոռուպցիան համակարգային էր։ Ինչ որ բան փոխվել է, բայց համակարգային բնույթ այդ փոփոխությունները չունեն։ Ես չեմ կարող ասել ոչ հա, ոչ չէ դրա հետ կապված, որտեվ ինքս անձամբ պետական կառավարման համակարգի հետ որևէ առնչություն չեմ ունեցել շատ վաղուց։ Ձեր բախտը բերել է պարոն Մելիքյան։ Ես ինձ դժբախտ չեմ զգում այդ առիթով։ Իրականում չինովնիկական պետությունը, որը իրական գաղափարական, քաղաքական վերնախավից ըստ զուրկ է, այդ պետությունը պետության բոլոր խավերն են կիսատ պռատ ապրում։ Եվ հոգևոր կյանք չկա, եւ մտավոր զարգացումն է կանգ առնում, եւ այդ ամենը իրար հետ միասին հանգեցնում է տնտեսական մրցակցության ոլորտում հետընտացի։ Այսինքն ամեն ինչ փոխկապակցված է, դրա համար առանց համակարգային վերաբերմունքի հաջող արդյունավետ կառավարում հնարավոր չէ իրականացնել։ Հասկանալի է։ Պարոն Մելիքյան, իսկ նաև այս վարկածը քննարկենք։ Դուք չեք կարծում, որ գողերին, թալանչիներին պատժելու կամ չպատժելու հարցում մեծ դերակատարում ունի նաև այսօրվա Ռուսաստանը, այն ինչպես կձևավորվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները այս ընտրություններից հետո։ Եվ օրինակ նույն Պուտին-Փաշինյան բանակցությունների արդյունքը նաև բերելու է նրան, թե օրինակ պարոն Ռոբերտ Քոչարյանը հայտնվելու է ճաղավանդակների ետևում, թե ոչ։ Դե ճիշտ ասած այդ մասին արդեն քիչ առաջ ասացի։ Ну, չէ, ես հասկանում եմ դա։ Ռուսաստանի համար սա Հայաստանի վրա եւ ճնշելու եւ ինչ-ինչ իրեն հետաքրքրող հարցերի շուրջ առևտրի նստելու։ Այսինքն հասկանալի է, եթե պայմանավորվում են, չէ, չեն նստելու։ Եթե չեն պայմանավորվում եւ հարաբերությունները գնում են ամենադեստրուկտիվ սցենարով, արդեն ոչ մի բան չի խանգարի, ես կարծում եմ, որ տեսեք, այստեղ ներբություններ կան։ Պատահական հոչի, որ Փաշինյանն ու Պուտինը Ղարաբաղյան շարժումը Հայաստան փակված են համարում։ Հետևաբար այդ տեսանկյունից Քոչարյանի խնդիրն է մեջտեղ գալիս, որպես Ղարաբաղ-Հայաստան մարմնավորող եւ Ղարաբաղյան շարժումը ինչ որ առումով նաեւ մարմնավորող երևույթ։ Այսինքն եթե Ղարաբաղյան հարցը փակվում է, դա նաեւ Քոչարյանի համար կարող է անձնապես տհաճ հետևանքների բերել եւ այդ առումով Փաշինյանը կարող է ստանալ Ռուսաստանի լոյալությունը Քոչարյանի հանդեպ, ինչ-ինչ քայլեր կատարելու առումով։ Մոտ ապագան ցույց կտա իրականությունը ինչպիսին է, որտեվ եթե ռուսները Պուտինը անձամբ հանձնի Քոչարյանին, դա արդեն իր վարկանիշին խփողման է։ Այսինքն նրանք կարծես ընկերներ էին։ Բայց քաղաքական իրավիճակը պահանջում է, որ Պուտինը Քոչարյանին հանձնի։
Տեսնենք ինչպես կլուծեն այս թնջուկը Փաշինյանը եւ Պուտինը իրար հետ։ Վերջին հաշվով կարծես Փաշինյանը պետք է առաջին այցելությունը Մոսկվա կատարի։ Հասկանալի է, բայց չէ որ մենք պարլամենտում նոր խորհրդարանում ունենք Քոչարյանի, Սամվել Կարապետյանի ներկայությունը, հանձնի թե չհանձնի, այդ մարդիկ խորհրդարանում են եւ ունեն 40%-ին մոտ մանդատներ։ Բայց դրա հետ ինչ պետք է անեն։ Ես դրա համար եմ ասում, ինչի միջև են խնդրեմ ունեն այս նոր իրավիճակում, երբ որ հասկանալի դարձավ, որ Բարգավաճ Հայաստանը խորհրդարան չի անցնում, ես որևէ խնդիր Փաշինյանի իշխանության համար չեմ տեսնում։ Պետք է եղած ժամանակ կզրկեն անձեռնմխելիությունից համապատասխան բոլորին ոչ ցանկալի, դե մեկին կզրկեն, 10-ը կկոտրվի։ 10-ին կզրկվեն, բոլորը կկոտրվեն։ Այսինքն այստեղ երբ որ գալիս է ճակատի դիմակայության, ում ձեռքին որ ուժը կլինի, նա էլ կհաղթի, որտեվ չէ որ կարևոր է նաև թե կոնկրետ քաղաքական ուժը խորհրդարանից դուրս իրական ինչ ռեսուրս ունի մարդկային, ինչ բարոյական ռեսուրս ունի։ Պարոն Մելիքյան, եւ մեր զրույցի սկզբնամասում դուք նշեցիք, որ այս պահին արտաքին աջակցություն ունի Փաշինյանը եւ ուժայինների աջակցություն ունի, ինչը նրան թույլ կտա առնվազն մոտակա ամիսներին Հայաստանում անել այն, ինչ նա կցանկանա։ Ինչու մոտակա ամիսներին միայն։ Որտեվ Հայաստանը աշխարհի կենտրոնը չի, մեր շուրջ իրադարձություններ են զարգանում ու ծավալվում, որոնք կարող են կտրուկ ազդել Հայաստանում ներքին իրավիճակի վրա։ Դրա համար ես մի քանի ամիսների մասին եմ խոսում, որտեվ այդ կտրուկ իրադարձությունները կարող են ամիսների ընթացքում հենց սկսվել, տարիներ չեն ձգի։ Եվ նոր իրավիճակում, մեր արտաքին միջավայրում ձևավորվելիք նոր իրավիճակում, բնական է, որ կարող է նոր միջավայր ձևավորվել նաև Հայաստանի ներսում։ Հասկանալի է, շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Մելիքյան։ Ես Իմ հյուրն է Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ Մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Մեր եթերը շարունակվում է, իմ հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Այսօր արդեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը եւ ԱՄՆ ուրբաթ Շվեյցարիայում կսկսեն բանակցությունների նոր փուլ ժամանակավոր համաձայնագրի պաշտոնական մեկնարկից հետո վերջնական համաձայնագրի հասնելու նպատակով։ Ըստ ձեզ, որքանով է այս հավանականությունը, այս համաձայնագրի կյանքի կոչվելու բարձր, փորձեն գնահատել, ինչ խանգարող գործոններ կան, ինչ նպաստող գործոններ կան, ինչի համար է այս համաձայնագիրը առաջին հերթին պետք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանի հետ ամեն ինչ բարձ է, այն ինչ ես կարդացել, որևէ հարց չի առաջանում։ Փորձեք մի փոքր այդ մասին խոսել։ Շնորհակալ եմ, ինձ դուր եկավ ձեր թերահավատությունը, որովհետև ես էլ եմ թերահավատ, ինչը վերջին այդ ստորագրման պահը դրան ականատես չլինենք, չեն կարող ասել, որ անընդհատ մենք գիտենք, թե ինչքանի օր, քանի շաբաթ եւ քանի ամիս է հետաձգվել այդ մոտ պահը համաձայնության։ Ներողություն, ես դրա համար եմ ցիտում Արաղչիին ու ոչ Թրամփին։ Դե գիտեք, տեսեք, այնուամենայնիվ այնպես չէ, որ միայն Միացյալ Նահանգների դիրքորոշմամբ էր պայմանավորված, այստեղ Իրանի դիրքորոշումը եւս կապ ուներ, բայց այստեղ կա մի հանգուցային, այսպես փոփոխականի, ուրեմն հանգամանքը, որը նախկինում չունենք։ Իրանի եւ Միացյալ Նահանգների փոխադարձաբար համաձայնության գալու պատրաստակամությունը եւ ցանկությունը շատ ավելի մեծ է եւ շատ ավելի ազդեցիկ է, քան դրա վրա հնարավոր ազդեցիկ գործոնները։ Իսկ ամենամեծ բացասական ազդեցիկ գործոն այս համաձայնության վրա բնականաբար եղել է Իսրայելը իր քաղաքականությամբ։ Այսինքն կողմերը Իրանը եւ Միացյալ Նահանգները կարծես թե եկել են ընդհանուր կոնցեպտի շուրջ համաձայնության, ընդ որում առաջին համաձայնագիրը, որը պետք է ստորագրվի, դա ամենևին չի նշանակում, որ
կոնֆլիկտը ամբողջովին կամ խնդիրները Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ամբողջովին հանգուցալուծում են։ Առաջին համաձայնագիրը ինքը կողմերին բերել է զրոյական վիճակի, մինչ հակամարտային վիճակի, կարելի ասել, հա։ Այսինքն բացվում է Հորմուզի նեղուցը, երկու կողմն էլ ապա արգելափակում են եւ ուրեմն այսինքն նեղուցով նավթի եւ նաեւ որոշակի հեղուկ գազի առևտուրը սկսում է վերադառնալ բնականon հուն, որոշակիորով ապա սառեցում են իրանական ֆինանսական ակտիվներ եւ սկսվում է բանակցային գործընթաց այն սկզբունքային հիմնական խնդիրների վերաբերյալ, որոնք եղել են առանցքում Միացյալ Նահանգներ Իրան հակամարտությունից։ Դա առաջին հերթին Իրանի միջուկային ծրագիրն է։ Դրա հետ կապված դեռևս խնդիրներ լուծված չեն։ Այսինքն սա ընդհանրապես հրադադարի այսպես փաստացի ֆիքսման փուլ է եւ նաեւ այսպես տարածաշրջան այն զորայական կետի վերադարձի, որից տարածաշրջանը հեռացել էր սկսած փետրվարի վերջից։ Արարչին հայտարարել է, զգուշացրել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի վրա ցանկացած հարձակում կամ Լիբանանի տարածքում շարունակական իսրայելական ներկայություն կհամարվի Միացյալ Նահանգների հետ ժամանակավոր համաձայնագրի խախտում։ Իսրայելն էլ հայտարարում է, որ ինքը դուրս չի գալու այդ տարածքներից։ Նեթանյահուն Ես դրա համար էլ ասում եմ, որ շատ մեծ է հավանականությունը, որ գործարքը գոնե երկրորդ փուլը դրա չկայանա։ Իսրայելն ամեն ինչ, հիմա էլ ամեն ինչ անում։ Երբ որ Դոնալդ Թրամփը տարածեց իր թրուս սոցիալական ցանցը իր հաշվով Արաքչի գրառումը, այդ նույն ժամանակահատվածում Իսրայելը գործողություններ իրականացնում Բեյրութում։ Փորձում ամեն կերպ թույլ չտալ, որպեսզի այդ համաձայնությունը կանա եւ շարունակել են դա անել։ Ասեմ ավելին, նրանք փորձել են արդեն Միացյալ Նահանգների ներսում եւս թիրախավորել գործող վարչակազմը, ընդ որում ասեմ, որ այդ թիրախավորումները արդեն կան առնվազն մամուլի մակարդակում։ Թույլատնել իրենց դիրքերը։ Այո, անդադ նշում եմ, որ սա Միացյալ Նահանգների համար, ասենք, պարտություն է, Դոնալդ Թրամփի համար պարտություն է այս համաձայնությունը, հա։ Կան փորձում են ազդել բնականաբար Միացյալ Նահանգների, հիմնական նպատակը թույլ չտալն է, որպեսզի այդ գործարքը կանի, որտեղ դա ռազմավարական առումով փոխում է իրավիճակը տարածաշրջանում, այսինքն անվտանգային իրավիճակը Իրանի շուրջ բնականաբար էականորեն բարելավում է եւ հնարավորություն են ձեռում Իրանին արդեն թե տնտեսական առումով, թե քաղաքական եւ թե ինչու ոչ նաեւ ռազմական առումով դուրս գալ այդ կոնֆլիկտի, հատկապես Միացյալ Նահանգների կոնֆլիկտի միջավայրից եւ ռեսուրսներն օգտագործել արդեն երկրի ներսում եւ տարածաշրջանում կրկինի դիրքերը ամրապնդելուն վերականգնելուն։ Իսկ Իսրայելի տրամաբանությունը հակառակն էր։ Այս կոնֆլիկտի ազդեցությամբ եւ շարունակվող ուրեմն տնտեսական պատժամիջոցների եւ նաեւ տնտեսական նոր սահմանափակումների, որտեղ եթե մինչեւ օրինակ վերջին պատերազմը փետրվարի մեկնարկած պատերազմը գոնե Հորմուզի նեղուցով Իրանը կարողանում էր նավթ վաճառել, պատերազմի ավարտից հետո, ապրիլից հետո Միացյալ Նահանգները երբ որ շրջափակել էր այդ տարածաշրջանը, Իրանը անգամ այդպես, այսինքն անգամ սև շուկայում չէ կարողանում նավթ վաճառել։ Դեպի շրջափակումը արդեն վերացվում է ամերիկյան կողմից։ Հենց այդ է, այո, այսինքն դրա համար նշեցի, որ իրավիճակը բերվում է տարածաշրջան վերադառնում զորական կետին, այսինքն միջ պատերազմյան կետին, այսինքն առևտուրը եւ այլն ինքը վերականգնում է։ Տեսեք, պարոն Պետրոսյան, այն ինչ որ մեհր գործակալությունը հրապարակեց այդ համաձայնագրի տեքստը, այնտեղ մի խոսք չկա գրեթե պրոքսիների մասով եւ հրթիռաշինական ծրագրերի մասով։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Իրանը ստանում է հնարավորություն, ինչպես դուք ասացիք, վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանում այդ նույն պրոքսիների միջոցով, իր հրթիռային պոտենցիալով եւ նորից տանել իրավիճակը այնտեղ, որը եղել է միջև այս կոնֆլիկտը։ Ամերիկան ինչի է դրան գրել։ Այստեղ տեսեք, մենք այլ հանգամանք կա, այսինքն եթե նախկինում Իրանի նման դերակատարումը սահմանափակող հանգամանքը միջավայրն էր, այսինքն Իսրայել, Միացյալ Նահանգներ ընդդեմ Իրանի կոնֆլիկտն էր,
որը թե ակտիվ դրսևորումներով եւ թե իհարկե տարաբնույթ տնտեսական, քաղաքական սահմանափակումներով փորձում էր թույլ չտալ, որպեսզի Իրանը իր այդ ռազմավարությունն իրականացնել, ապա հիմա փոխվում է ձևաչափը, այսինքն Միացյալ Նահանգների հետ համագործ, այսինքն Միացյալ Նահանգները դրական այս համագործակցային միջավայրում է փորձելու սահմանափակել Իրանի նման դերակատարումը։ Այսինքն, եթե նախկինում կար կոնֆլիկտ եւ կոնֆլիկտի ազդեցությամբ եւ կոնֆլիկտի միջոցով Իրանի սահմանափակելու, հիմա արդեն լինելու է կառավարը, հիմա արդեն լինելու է արդեն դրական միջավայրում։ 300 միլիարդ հանոց ծրագիրը այդ մասին է։ Կարծում եմ, այո։ Ես փորձում եի դա հասկանալ, ինչին է պետք ասենք ԱՄՆ-ին եւ դաշնակիցներին Մարշալի պլան ասա Իրանի համար։ Տեսեք, այստեղ ամբողջ հանգամանքը որն է։ Հիմա որովհետև շատ են հատկապես նաև ինչու ոչ մեր լրատվադաշտում, երբ որ վերլուծություն է ընթանում, ով հաղթեց այս պատերազմը եւ անգամ ձեր վերած օրինակներով ստացվում է, որ փաստացի Իրանը մեծ հաշվով ավելի մեծ ձեռքբերումներ է ունենում այս Միացյալ Նահանգների հետ գործարկից, ճիշտ է, բայց երբ որ մենք ռազմավարական առումով ենք խնդիրը պատկերացնում եւ վերլուծում, պատկերը տրամագծորեն փոխվում է։ Պետք է հասկանալ Իրանի դերն ու ազդեցությունը ոչ միայն մերձավարելքում, այլև Իրանի նշանակությունը Չինաստան։ Այո, Միացյալ Նահանգների ռազմավարական եւ գլոբալ հակառակորդների մրցակիցների հետ, այսինքն նման կերպով փաստացի Միացյալ Նահանգները Իրանին բերում է շատ ավելի կառավարելի հուն եւ էականորեն սահմանափակում է կախվածությունը Իրանի Չինաստանից եւ Ռուսաստանից եւ դրանով իսկ թույլատնում է իր աշխարհակաղակական հակառակորդներին։ Իսկ երբ որ այդ ռազմավարական մակարդակում ենք դիտարկում ուրեմն այս հակամարտության արդյունքները կամ հետևանքները, նկատվում է թե որտեղ է հիմնականում շահում Միացյալ Նահանգները եւ որն է Միացյալ Նահանգների նպատակը։ Իսկ բարձր չէ, որ այս պահին այո, հակամարտության պայմանավորված բավականաչափ մեծ էր Իրանի կախվածությունը թե Չինաստանից, թե Ռուսաստանից, թե Հնդկաստանից, բայց երբ որ Միացյալ Նահանգները արդեն վերացնում է բոլոր սահմանափակումները Իրանի համար եւ Իրանի տնտեսությունը Իրանը սկսում է շնչել, բնականաբար արդեն կամա թե ակամա փոխվելու է նաեւ Իրանի քաղաքականությունը արևմուտքի նկատմամբ։ Ճիշտ է, դա բարդ process է լինելու, դա շատ դանդաղ է տեղի ունենալու, որտեղ վստահությունը շատ արագ չի վերականգնելու, բայց այնուամենայնիվ աստիճանական կերպով դա ազդելու է նաև գլոբալ մրցակցությունների վրա, տվյալ դեպքում բնականաբար հօգուտ Միացյալ Նահանգների։ Տեսեք, պարոն Պետրոսյան, այստեղ կա մի հատ բայց, փոքր բայց այդ բայցը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ։ Թրամփն էլ է չի ասում է նոր իշխանությունները շատ ավելի դրական են եւ շատ ավելի լավ են տրամադրված, քան նախորդները, բայց մեծ հաշվով գղերապետությունը մնում է, չէ։ Այաթոլլան, որքանով ես հասկանում եմ, կենթանի է, ողջ է, ԻՀՊԿ-ն իր տեղում է եւ շարունակում է կառավարել երկիրը։ Իսկ ով երաշխիք ունի, որ վաղը այդ նույն գործողությունները, որ իրենք անում էին, նորից չեն անելու եւ այդ ամբողջ այդ ամերիկյան ռազմավարությունը, որի մասին դուք նշեցիք, որի հետ ես միանշանակ համաձայն եմ, ուղղակի չի զրոյանը։ Չեմ կարծում, որ այսինքն եթե դրական միջավայր է ստեղծվում, չեմ կարծում, որ սցենարները փոխվեն, եթե կողմնակի ազդեցություններ չլինեն։ Այսինքն եթե Միացյալ Նահանգները շարունակի սկզբունքորեն մնալ այդ պայմանավորության շրջանակում, այլ ինչպես օրինակ 2015 թվականից հետո էր Դոնալդ Թրամփը եկավ եւ դուրս եկավ միջուկային համաձայնագրից, չէ՞։ Այն ժամանակ էլ 2015-ից հետո էլ որոշակի առումով աստիճանաբար վերականգնում էր Միացյալ Նահանգներ Իրան փոխհարաբերությունները եւ գոնե միջնաժամկետ հեռանկարում դրանք դրական ազդեցություն ունենալու նաեւ տարածաշրջանի վրա, բայց եկավ Թրամփը, խանգարեց դրան բնականաբար Իսրայելը եւ Միացյալ Նահանգները դուրս եկավ կրկին այդ կոնֆլիկտային ձևաչափը վերադարձավ երկու հարաբերությունների ուրեմն հարթություն։ Այս պարագայում չեմ կարծում, որ նման կերպ կլինի, ինչու որտեվ առաջնահերթ է խաղաղությունը եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների վերականգնումը պետք է Իրանի, ինչի համար, որտեվ գոնե այս տարվա հունվարին տեղի ունեցած բողոքի գործողությունները ցույց տվեցին, թե որքան պայթյունավտանգ է երկրի ներսում իրավիճակը եւ որքան անկանխատեսելի։ Իրանի համար օր առաջ պետք է ազատել տնտեսությունը սահմանափակումներից, որտեղ
դա է ըստ էության երաշխիքը այս կրոնապետության երկարակեցության։ Սա իսկ հենց դրա համար նշեցի, որ Իսրայելի քաղաքականությունը եւ հաշվարկները բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։ Այսինքն նրանք կարծում են, որ լավ 1-2 գոնե ասենք առաջիկա 5-10 տարվա ընթացքում այլևս էլ ռեժիմը չէր կարողանա կառավարել, եթե տնտեսական սամ, իսկ եթե տնտեսությունը պայթեր։ Իսրայելի հիմնական հաշվարկները դրան էին ուղղված։ Ինչ վերաբերում է այսպես շատ նուրբ օրինակ բերեցիք Թրամփի հրետորաբանությունը։ Ինչու է նոր իշխանություն ուրեմն այսպես բնութագրում Իրանում նոր հոգևոր առաջնորդին եւ նոր պաշտոնյաներին, որովհետեւ շատ հաճախ նշում է, որ Միացյալ Նահանգների սահմանված վերջնանպատակ այս պատերազմի հետ կապված Իրանում իշխանափոխությունն է։ Եվ իրենք ուզում են, եւ նաեւ Դոնալդ Թրամփը փորձում է հրետորաբանությամբ ցույց տալ, որ այնուամենայնիվ իրենք հասել են այս նպատակին, Իրանում իշխանափոխություն տեղի ունեցել, ճիշտ է համակարգը չի փոխել, բայց իշխանափոխություն տեղի ունեցել եւ նոր իշխանությունները իրենք հակված են եւ հավատարիմ են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման։ Այնպես որ այստեղ քարոզչական ինչ-որ երանգներ կան, ոչ ավելին։ Պարոն Պետրոսյան, հետևել հարց է առաջանում, եթե շարունակենք այս տրամաբանությունը, որ գործարքի հիմքում Վաշինգտոնի համար ընկած է Իրանին Չինաստանից եւ ՌԴ-ից կտրելու ռազմավարությունը, Իրանի այդպիսի կտրված Իրանի օգտակար գործողության գործակիցը ԱՄՆ-ի համար ինչու՞մ է կայանում, ինչով է Իրանը հետաքրքիր, ինչ ծառայություն կարող է մատուցել ամերիկյան քաղաքականությանը գլոբալ մակարդակով, որն է Իրանի գինը, արժեքը։ Տեսեք, գոնե պատերազմը ցույց տվեց, թե ինչքան կարևոր ազդեցիկ դերակատար է Իրանը։ Այսինքն Միացյալ Նահանգները եւ Իսրայելին պատասխանելով նա ամբողջ տարածաշրջանը կրակի տակ էր պահում։ Եվ բոլորի հայացքներն ուղղված էին Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգներն էլ փորձում էր արեց առավելագույնը, ինչ այդ պահին հնարավոր էր, որպեսզի իր դաշնակիցներին պաշտպանի, այսինքն հատկապես ռազմական առումով։ Այս պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցել է ամբողջ տարածաշրջանը, եթե ենթադրենք այստեղ ստեղծվի առաջանա տարածաշրջանային պատերազմի հնարավորություն եւ անգամ գերտերությունը Միացյալ Նահանգների պես ինքը չի կարողանա ամբողջովին կառավարել իրավիճակը, որի ականատեսն եղանք ըստ էության։ Հիմա այո, ձևավորվել էր համակարգ, չեմ ասում, որ սրանից ավելի լավ համակարգ կար, չկար, բայց այս ձևավորված համակարգն թույլ տվեց, որ ինքը լիարժեք չի գործի, եթե տարածաշրջանային պատերազմը տեղ ունի։ Այսինքն սրանով տարածաշրջանի մակարդակում իրանական կողմը իր ռազմական ներուժը ցույց տալով ցույց տվեց, թե որքան կարևոր դերակատար է եւ պատկերացրեք մերձավոր արևելքում Իրանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր, ինչպեսի մեծ ազդեցություն կարող է ունենալ ընդհանրապես մերձավոր արևելքում։ Այս մի մակարդակ։ Հիմա նայեք, եթե Միացյալ Նահանգները կարողանում է փաստացի Իրանի հետ կարգավորել հարաբերությունները, դառնում է այն հիմնական դերակատարը եւ միակ դերակատարը, որ այս տարածաշրջան բոլոր առանցքային դերակատարների հետ ունենում է կարևոր եւ ռազմավարական առումով հարաբերություններ, թե Թուրքիայի հետ, թե Իսրայելի հետ, թե արաբական երկրների հետ, կարևոր երկրների եւ թե իհարկե Իրանի հետ։ Ընդ որում նաեւ կախվածություններն են Միացյալ Նահանգներից մեծ բոլոր խաղացողներից։ Չինաստանի պարագայում, օրինակ Չինաստանը հիմնականում օգտագործում էր Իրանի ուրեմն նման կարգավիճակը, այսինքն տարածաշրջանում եւ ընդհանրապես տնտեսական առումով, քաղաքական առումով, գլոբալ առումով նաեւ սահմանափակ վիճակը հիմնականում Իրանից տնտեսական օգուտներ քաղելու, այսինքն Իրանը շատ էժան գնով էներգակիրների մատակարար էր Չինաստանի համար, ներմուծող էր եւ Չինաստանի եզակի երկրներից էր ուրեմն աշխարհում, որը կարողանում էր Իրանի համար այդ անհրաժեշտ թե բարենամտել կլինի, թե նաեւ իհարկե տնտեսական եւ այլ ապրանքախմբեր կարողանում էր ապահովել Իրանին։ Եվ բնականաբար նաեւ Իրանի միջոցով կարողանում էր որոշակի առումով իր ռազմավարական ներկայությունը ապահովել
Չինաստանը, օրինակ կհիշեք Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջև երբ որ կար կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտը կարգավորվեց հենց Չինաստանի միջոցով, այսինքն դա ցույց տվեց, որ Չինաստանը կարևոր ազդեցիկ դերակատար է այս տարածաշրջանում։ Հիմա արդեն այդ հարաբերությունների ձևաչափը փոխվում է, այսինքն Միացյալ Նահանգներն է դառնում ամբողջ տարածաշրջանում բոլոր տեսակի հարաբերությունների հիմնական կառավարող դերակատարը։ Ես նաև հիշեցի ձեր խոսքերից հետո, պարոն Պետրոսյան, որ մոտավորապես 2-3 տարի առաջ Իրանը եւ Սաուդյան Արաբիան ցանկանում էին Չինաստանի հետ գործարք կնքել, որպեսզի իրենց նավթային ռեսուրսները Չինաստան մատակարարեն։ Եվ ես կարծում եմ, դա իմ անձնական կարծիքն է, ես մասնագետ չեմ, որ պատերազմի պատճառներից մեկը նաև դա էր։ Հիմա հարցը հետևյալն է. այս ուղղությամբ Իրանի լոյալությունը ԱՄՆ-ին կապահովի այդպիսի գործարքներից Թեհրանի զերծ մնալը ուղիղ Չինաստանի հետ։ Իդեպ նույն Սաուդյան Արաբիայի ոչ միայն Իրանի։ Տեսեք, էլ եմ նշում, որ մենք մի քիչ շատ արագացնում ենք process-ները։ Ես չեմ կարծում։ Եթե ստորագրվի։ Ես չեմ կարծում, որ շատ արագ կերպով այդ մենք անգամ մեր Ադրբեջանի Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի հարցում էլ կարող ենք մենք այսօր էլ ապրում ենք նման իրավիճակ, չէ՞, ինչքան խոսում ենք խաղաղության մասին, բայց այդ խաղաղությանը մեծ հաշվով մեր հասարակությունն է հավատում, ոչ ադրբեջանական հասարակությունն է մեծ հաշվով այսպես հավատում այդ խաղաղության հավանականին։ Դե պատկերացրեք, օրինակ Իրանի պարագայում, որը տասնամյակներ շարունակ շատ ավելի երկար քան մենք ապրել է կոնֆլիկտի միջավայրում Միացյալ Նահանգների հետ։ Նույնը արաբական երկրների հետ, որ մշտապես այսպես մրցակցան եւ հակամարտային հարաբերություն։ Այսինքն process-ները իրենք արագ չեն ընթանալու։ Եվ չեմ էլ կարծում, որ օրինակ Իրանը շատ արագ կերպով օրինակ փորձելու է հրաժարվել։ Իրանին էլ է պետք լինելու այս դիվերսիֆիկացում, այսինքն այս պահին Միացյալ Նահանգների հարաբերությունների կարգավորումը Իրանի համար շատ ավելի անհրաժեշտ է լինելու ոչ միայն տնտեսական սահմանափակումների վերացման տեսանկյունից, կոնֆլիկտային միջավայրի վերացման տեսանկյունից, այլ նաև նախկին եղած կախվածությունները դիվերսիֆիկացնելու տեսանկյունից։ Դա ես կարծում եմ այստեղ երկու կարծիք չի կարող լինել, ես համամիտ եմ դες հետ։ Ես հենց դրա համար եմ ասում, ԱՄՆ-ի համար այդ դրա գինը ինչու՞մ է, դա կարևոր հարց է։ Իրենք պետք է գին ստանան, չէ՞, դրա դիմաց։ Ձեր ասած ռազմավարական, հեռանկարի մասին ենք խոսում։ Դե այլևս հասկանում եմ, որ արագ չի լինելու։ Այլևս Իրանը չի ապակայունացնելու մերձավոր արևելքը։ Միացյալ Նահանգները իր այս արդեն դրական միջավայրում է փորձելու կառավարել մերձավոր արևելքը։ Եվ ամբողջ տարածաշրջանում այս միջավայրի երաշխավորը դառնալու է Միացյալ Նահանգները, որտեղ եթե այն ժամանակ կար մինչ այս կարգավորման ուրեմն ակնկալիքները կար նաև Չինաստան եւ Ռուսաստան օրինակ, որոնք խաղում են այս կոնֆլիկտի վրա եւ փորձում են ուրեմն Իրանի վրա իրենց այս տնտեսական առումով, քաղաքական առումով, միջազգային ատյաններում Իրանին աջակցելու առումով իրենց այս աջակցությունը վաճառել եւ Իրանին կախվածության տակ պահել։ Հիմա փոխվում է այս իրավիճակը։ Ես հասկացա, այսինքն այն ինչ Վաշինգտոնին չի ստացվել անել պատերազմի միջոցով, այո, դա արվում է, այո, այսինքն Իրանը կարողացավ ստանալ Միացյալ Նահանգների հակամարտության միջոցով կարողացավ ստանալ առավելագույնը, դե ավել բան չկարողացան։ Ստիպեց Իրանին, որ Իրանը գնա այդ գործարքին։ Այո, հիմա էլ արդեն փորձում է խաղաղության եղանակով։ Օրինակ կներեք, մի կարևոր տարբերություն ասեմ, որ ավելի ընկալելի լինի։ Հիմա 2015 թվականի գործարքից նոր գործարքը ինչով է տարբերվում։ Ես ձեզ կարող եմ առնվազն շատ կարևոր մի քանի ռազմավարական։ Դե 15-ը մեր միջուկայինն էր։ Ոչ միայն։ Ինչ կարանդված։ Հիմա ձեզ ասեմ, 15-ից անցյալ 10 տարիների ընթացքում բովանդակային շատ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել։ Այսինքն Իրանի ազդեցությունը այլևս չկա Սիրիայում։ Լիբանանում Հիզբալլահը զգալիորեն թուլացել է։ Գազայի հատվածը հիմնականում վերահսկվում է արդեն Իսրայելի կողմից։ Իրանի գլխին մի հատ լավ տվել են։ Այո։ Այսինքն նախկինում եւ էլ չասած պատերազմի ընթացքում Իրանը ինչպիսի կորուստներ է։ Միջուկային օբյեկտները, որոնց վրա տասնամյակներ շարունակ ահռելի ռեսուրսներ են ծախսվել,
դրանք դեռևս չափումներ չկան, բայց էականորեն տուժել են։ Բազմական ներուժը սպանված ոչնչացված էլիտաներ դերակատարում ունի, չէ։ Ովքեր են սպանվել, ասենք իրանական պետության հիմքում կանգնած, ասենք այսինքն տարբերությունը ահռելի է, դա չի կարելի առանց այս չափումների, այս հակամարտության վերաբերյալ ներկայում։ Պարոն Պետրոսյան, եւ վերջի հարցը արդեն կապված Հայաստանի հետ, այն որ Հարավային Կովկասը մեծ ռազմավարության շրջանակներում մեծ մերձավոր արևելքի մաս է, դա անկասկած է, այն որ մեր Հարավային Կովկասը Հայաստանը առնվազն ավելի փոքր ռազմավարության շրջանակներում հաղորդակի ծանոթ է մերձավոր արևելքի հետ, դա էլ է անկասկած։ Հիմա հարցը այսպեսինն է. այս իրավիճակը եթե պատերազմը դադարում է այս պայմաններով, Հայաստանին ձեռնտու է, սա միանշանակ է։ Երկու կարծիք չի կարող։ Հիմա հարցը հետևյալն է. Թրիպի վրա ինչպես դա կանրադառնա, եթե փոփոխություններ են լինելու Իրանի ներսում։ Մենք գիտենք, որ Փառք Աստծո ոչ մի հարվածներ չեղան, չխանգարեցին, ու այնտեղ ոչ մի բան չկար, որ հարվածային, բայց այնուամենայնիվ Իրանը, Թեհրանը հայտարարությունների մակարդակով անդադ սաստում էր, որ մենք դեմ ենք, մեր շահերը եւ այլն եւ հիմա ինչպես ինկլինի քաղաքականությունը եւ հայ-ադրբեջանական կարգավորման վրա ինչպես սա կարող է անդրադառնալ։ Մենք ֆիքսեցինք արդեն, ես ամենայն դեպս ֆիքսեցի, չգիտեմ կհամաձայնենք թե ոչ, որ այս պատերազմը հայ-ադրբեջանական կարգավորման վրա բացասական է անդրադարձել, առնվազն տեմպերի մասով։ Հիմա ինչպես կանրադառնա, եթե սա շարունակական լինի։ Կարծում այս պատերազմը կիսուն ձեր կարծիքով տեմպերի առումով բացասական էր ազդել, բայց այս պատերազմը նաև էականորեն բարձրացել էր Հայաստան-Ադրբեջան կարգավորման արժեքը, ընդ որում երկու երկրների համար է, որտեղ պատերազմը ցույց տվեց, թե նույն Ադրբեջանը որքան խոցելի է, եթե տարածաշրջանային մեծ պատերազմ։ Եվ որքան անպաշտպան է։ Եվ որքան անպաշտպան է։ Այսինքն մենք նախկինում այլ գուցե թե նաև ծայրահեղական կանխատեսումներ ենք ունեցել, բայց այդ կանխատեսումները իրավունք ունեին ուրեմն գոյություն ունենալու, որ եթե լինի տարածաշրջանային պատերազմ, ապա Ադրբեջանը անպայման կհարձակվի Հայաստանի վրա։ Բայց մենք հասկացանք, որ տարածաշրջանային պատերազմի պարագայում Ադրբեջանը ինքը զգալիորեն ուրեմն խոցելի է դառնում։ Իսկ սա պայմանավորված էր հատկապես նրանով, որ Իրանի հնարավորությունները այնուամենայնիվ լիարժեք չեն գնահատվել։ Իսկ սա շատ կարևոր հանգամանք է, որտեղ երբ որ իրանական կողմից Նախիջևանի ուղղությամբ հարվածներ տեղ ունեցան, հրթիռային էր, անօդաչուներ էր, Ադրբեջանը չստացավ այն ակնկալված աջակցությունը, որը պահանջում էր, այո։ Գիտեք, Իրանից էլ պատասխան չստացավ։ Այո։ Մեծ հաշվով։ Մեծ հաշվով չստացավ։ Մենք պահանջում էին, չէ՞, որ ամբողջությամբ բացահայտվի։ Այո, բայց կարծես թե մոռացել են։ Ռուսաստանից մինչև վերջ գնացին։ Եվ ստացան։ Այո, իսկ Իրանի պարագայում գուցե հետագայում էլի խոսեն այդ մասին, բայց այս պատերազմը նաև մեր տարածաշրջանում ցույց տվեց մեր այնց անմիջապես հարավային Կովկասի խոցելիությունը։ Եվ բնականաբար սա կրկնում եմ, թե պատերազմը եւ հետ պատերազմյան իրողությունները, եթե դրան գնան այս սցենարով, որը ներկայում նշмарվում է, այսինքն Միացյալ Նահանգների եւ Իրանի համար դրական սցենարով, ապա կարծում եմ, որ դա միանշանակ կերպով դրականորեն է ազդելու ինչպես TRIP նախագծի վրա, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա, նայեք, եթե Միացյալ Նահանգներն ու Իրանը գնում են համաձայնության եւ այդ համաձայնության աստիճանաբար կարծրանում է, այստեղ հիմնական ապականացնող դերակատարը Իսրայելն էր։ Ապա այստեղ Ադրբեջանի համագործակցությունը Իսրայելի հետ բովանդակային առումով արդեն զգալիորեն նվազեցնում է իր արժեքը, որտեղ Իսրայելն էլ Ադրբեջանի համար կարևոր ոչ միայն որպես Իսրայել միայն, այլ Միացյալ Նահանգների դաշնակից Իսրայել։ Բայց միևնույն ժամանակ մենք լավ գիտենք, չէ՞, թե Իսրայելի հետ համագործակցությունը Ադրբեջանի համար ինչպեսի գին էր արժենում։ Դա անընդհատ խոցելի լինել Իրանի կողմից, որ բարբերաբար խնդիրներ Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում եւ այլն եւ այլն։ Այսինքն այս պարագայում վստահաբար Իսրայելի ազդեցությունը թուլանալու է, սա նշանակում է Հարավային Կովկասի անվտանգային միջավայրը էականորեն մեծանալու է, բարելավելու է։ Դրան գումարած Միացյալ Նահանգների դերակատարման մեծացումը կանխատեսելի արդեն ոչ միայն մերձարարքում, նաև Հարավային Կովկասում
եւ նաեւ Միացյալ Նահանգների ներգրավվածությամբ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթաց, սա եւս կանխատեսելի է եւ այս պարագայում արդեն միայն մեկ ուղղությամբ Միացյալ Նահանգների հիմնական մրցակցություն դա Ռուսաստանն է լինելու, բայց որի հնարավորություններն էլ իհարկե էականորեն սահմանափակվել են։ Կրկնում եմ, եթե ամփոփելով նշեմ, Իրան, Միացյալ Նահանգներ այս օրակարգը ինքը դրական ընթացքում ունեն, դա միանշանակ առանց որևէ կասկածի դրականորեն է ազդելու նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման վրա։ Հուսանք, շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Պետրոսյան։ Իմ հյուրն էր տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, ձեզ հետ եմ մանրամասները, կհանդիպենք։